ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am։ Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 58 դեմ 0 ձեռնպահ 11 որոշումն ընդունվել է վարման կարգով Բաբկեն Թունյան, համեցեք։ Շնորհակալություն։ Պարոն Մինասյան, գիտեք, չէ՞ ինչ եմ ասելու։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այս է նախագծերի փաթեթն է, որը որ մենք լուծում ենք մի քանի ամիս շոշափվող հարցը, երբ հարկային խախտումների համար քրեական գործեր են հարուցվում եւ մեր ընդդիմությունը էլի կողմ չի քվեարկում այս նախագծին։ Նշեմ, որ ոչ առաջարկներ են հնչել ձեր կողմից, որոնք որ չեն ընդունվել, ոչ ինչ որ քննարկում ա եղել, այս ընդամենը խնդրում եմ նկատի ունենալ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Թունյան։ Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած մաքսային կարգավորման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 58 դեմ 1 ձեռնպահ 16 որոշումն ընդունվել է։ Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Պարոն Թունյանի ձայնն էլ հաշվեք, կողմ 71 դեմ 0 ձեռնպահ 6 որոշումն ընդունվել է։ Վարման կարգով համեցեք, պարոն Աղազարյան։ Միացրեք պարոն Աղազարյանի խոսափողը, վարման կարգով խոսք ունի ասելու, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Աշտակյան, երբ որ օրենքների նախագծներ կա, որ նույն ձևի են հնչում, կոդն էլ ասեք, որովհետև երբեմն խառնում ենք իրար, ես օրինակ նախորդ բանին կողմ էի։ Պարոն Աղազարյան, Պարոն Թունյանը նշեց, ես այդ նախագծին կողմ էի, օրինակ, ես շնորհակալություն, պարոն Աղազարյան, կառաջարկեմ, որ հավելյալ քարտուղարությանը ասեք, կարծում եմ հնարավորություն կլինի, չէ՞, փոխելու։ Հնարավորություն կլինի, շնորհակալություն։ Եվ քարտուղարությանը կխնդրեմ այսօր այդ կոդերը ավելացնել այստեղ, որպեսզի կարողանանք պարոն Աղազարյանի խնդրանքը կատարածել։ Վարման կարգով պարոն Թունյան, համեցեք։ Շնորհակալություն։ Պարոն Աղազարյան, երկու առաջին ընթերցման նախագիծեր խառնել հնարավոր չէր։ Այն մեկը փաթեթ էր, այսինքն հարկային օրենսգրքում եւ կից ներկայացված օրենքներում, այս մեկը հարկային մաքսային օրենսգրքում է, դե բարձր պարոն Թունյան։ Ու ուզում եմ ասել, որ ուրախությամբ եկեք ողջունեք մեր ընդդիմությանը, որտեղ այս երկրորդ հարկային փոփոխությունների նախագիծը, որ վերաբերում էր ոսկերչության ոլորտում հարկային բեռի թեթևացմանը, շնորհակալություն։ Վարման կարգով համեցեք, պարոն Մինասյան, բայց խնդրում եմ քննարկման չվերացել, էլի համեցեք։ քննարկման չեմ վերածում, արդեն որերորդ անգամ է Բաբկեն Թունյանը իրեն իրավունք է վերապահում դաս տալ։ Պարոն Թունյան, հանգիստ նստեք ձեր տեղը, ձեր քվեարկությունները կատարեք, մենք ունենք հիմնավորումն էլ, եւ այո, ոսկերչության վերաբերյալ այս փոփոխությունը, որ դրական է, դրա համար էլ կողմ ենք քվեարկում։ Հեքիաթներ մի պատմեք։ Եղավ որերորդ անգամ։ Խնդրեմ ուղղակի տոնայնությունները զսպեք, էլ եթե բան եք ասելու, կարող եք հանգիստ արտահայտվել, ասենք այդ տոնայնությունը փոխել, ինչ որ կոնֆլիկտային դասեր տալ, բան, ասենք, առաջարկում հանգիստ լինել, էլի, հանգիստ։ Զուսպ լինելու կոչ եմ անում, բան։ Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Վարման կարգով համեցեք, պարոն Մինասյան։ Հաշվի առնելով, որ այս օրենքի նախագիծը վերաբերում է մի շարք հոդվածների, որոնք վիճարկվում են սահմանադրական դատարանում մեր կողմից, Հայաստան խմբակցության այս հարցի քվեարկությանը չի մասնակցում։ Քվեարկություն։
Կողմ 58 դեմ 0 ձեռնպահ 5 որոշումն ընդունվել է։ Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 58 դեմ 3 ձեռնպահ 15 որոշումն ընդունվել է։ Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած հարկային ծառայության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 58 դեմ 0 ձեռնպահ 18 որոշումն ընդունվել է։ Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 58 դեմ 3 ձեռնպահ 15 որոշումն ընդունվել է։ Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած պետական турքի մասին օրենքում դրա փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 58 դեմ 0 ձեռնպահ 18 որոշումն ընդունվել է։ Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած էկոպարեկային ծառայության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 58 դեմ 0 ձեռնպահ 18 որոշումն ընդունվել է։ Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 58 դեմ 0 ձեռնպահ 18 որոշումն ընդունվել է։ Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 58 դեմ 0 ձեռնպահ 17 բարման կարգով Վահագն Ալեքսանյան համեցի։ Շնորհակալություն, ներողություն եմ խնդրում իրական ուղղակի հարգելի ընդդիմություն, բայց քանի որ ձեզ մեկ գրանցվելուց ենք տեսնում, մեկ քվեարկելուց, հիմա հարցնեմ, էլի։ Հիմա խմբակցությունով նստած եք, ձեր խմբակցությունում ձեր հետ նստածը տիկին Էլինար Վարդանյանը, որը առաջադրվել է Գագիկ Ծառուկյանի ցուցակով, ու իրանք հայտարարել են, որ Ռոբերտ Քոչարյանին չեն պատրաստվում քվեարկել։ Հիմա ձեր խմբակցությունում քանի հոգի կա օրինակ, որ հիմա ձեր կողքը նստած է ու չի պատրաստում Ռոբերտ Քոչարյանին քվեարկել, ինչ խմբակցություն եք։ Հարցով չդիմել ընդդիմությանը վարման կարգով, որովհետև նման հնարավորություն չունեք, առաջարկում եմ ելույթների ընթացքում ձեր մտքերը արտահայտել։ Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած ներդրումների մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Խնդրում եմ իմ ձայնը նույնպես հաշվել, կողմ 58 դեմ 14 ձեռնպահ 5 որոշումն ընդունվել է վարման կարգով Արծվիկ Մինասյան։
մենք դեմ քվեարկեցինք այս նախագծին, որովհետև այս նախագիծը ոչ միայն չի անպատասխանում միջազգային բազմաթիվ կոնվենցիաների, նաև սահմանադրությանը, հույս ունենք, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ շատ ավելի արդյունավետ քննարկում կկազմակերպվի եւ այս նախագիծը ամբողջությամբ կվերաշարադրվի։ Նախագիծը այս տեսքով հակասում է հենց ներդրումներ ներգրավելու քաղաքականությանը։ Այդ իսկ պատճառով մենք դեմ քվեարկեցինք այս տարբերակով նախագծին։ Վարման կարգով Ռուբեն Ռուբինյան։ Շատ լավ, պարոն Մինասյան, ֆիքսեցինք, որ դուք դեմ քվեարկեցիք այդ պատճառով, միայն խնդրում եմ մասնավորեցնել, դուքի մեջ Տիկին Էլինար Վարդանյանը մտնում է թե ոչ, որովհետև նա Հայաստան խմբակցության падգամավոր է եւ ընտրությունների մասնակցելու է Ծառուկյան ցուցակով։ Ուզում եմ հասկանամ, գուցե Տիկին Էլինար Վարդյանը միաժամանակ մտնում է եւ ձեր մենքի մեջ եւ պարոն Ծառուկյանի։ Պարոն Ռուբինյան, այնուամենայնիվ առաջարկում եմ իրար հարցերով հարցու պատասխանի ֆորմատ չմտնենք, որովհետև կարծում եմ դա չի ելնում արդյունավետ կառավարման ազգային ժողովի խնդիրներից։ Այժմ անցնում ենք հաջորդ հարցի քվեարկությանը։ Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած պետական տուրքի մասին օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցման եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 58 դեմ 0 ձեռնպահ 19 որոշումն ընդունվել է։ Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած օդային փոխադրումների իրականացնողների եւ օդանավ շահագործողների համար ուղևորների, թռիչքային եւ սպասարկման անձնակազմի, ուղեբեռի եւ երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրման նվազագույն պահանջների սահմանման մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 60 դեմ 1 ձեռնպահ 16 որոշումն ընդունվել է։ Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 58 դեմ 0 ձեռնպահ 19 որոշումն ընդունվել է։ Քվեարկությանը դրվում ազգային ժողովի падգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 72 դեմ 0 ձեռնպահ 3 որոշումն ընդունվել է վարման կարգով Արծվիկ Մինասյան։ Նախագիծը, քանի որ վերաբերում է թմրամիջոցների դեմ պայքարին, չափազանց կարևոր է եւ ուզում եմ հիշեցնել, որ նաեւ մեր խմբակցությունն էր բավական ակտիվ եւ ներկայացրել էր օրենքի նախագիծ, բայց հանձնաժողովում նաեւ քննարկման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել որոշակի վերանայումներ իրականացնել պատժատեսակների մասով, ինչպես նաեւ չափաքանակները առավել վերանայելու եւ ճշգրիտ թիրախային դարձնելու։ Այդ իսկ պատճառով մենք կողմ քվեարկեցինք այս նախագծին, ակնկալելով առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ արդյունավետ քննարկում։ Շնորհակալություն։ Արման կարգով Արթուր Խաչատրյան։ Սելյայնակիցներ, քիչ առաջ դուք տեսաք ինչպես են SMS-ներով հրահանգներ իջեցվում։ Կոնեն պատկերացումը դա էր։ Մի քանի րոպե առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով նկարում էր դահլիճի այս մասը եւ այդ նկարելուց հետո Վահագն Ալեքսանյանի մոտ հարց ծագեց մեր խմբակցության քվեարկությունների մասին։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Ես ուրիշի գրագրությունը չեմ նայում, շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, որ չեք նայում, ոնց է գնահատականներ հնչեցնում։ Խնդրում եմ լռություն դահլիճում։ Հարգելի գործընկերներ,
Վահագն Ալեքսանյան վարման կարգով եւ պարոն Ալեքսանյան, այս հարցը թույլ եմ տալիս հնչեցնել, որովհետեւ ձեր անունը հնչեցրել է падգամավորը, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Ախր այս խելքին եք, որ այս օրինակ էլի, լուրջ եմ ասում։ Այս խելքին եք, որ հեսա անցողիկ շեմը չեք հաղթարելու, այ դրա համար է չեք հաղթար։ Հեսա ես ենթադրում եմ շուտով կտենաք ձեզ խի էին նկարում, բայց վերադառնալով նախորդ հարցին։ Տիկին Էլինար Վարդանյանի չեք ընտրելու Ռոբերտ Քոչարյանին, վատն է, հա Ռոբերտ Քոչարյան, որ պատրաստվում եք չընտրել նրան։ Թե հեքիաթ եք պատմում քաղաքացիներին։ Այդտենց խառնվել, բաժանվել բան եք արել, հեքիաթ եք պատմում, վատն է Ռոբերտ Քոչարյանը։ Պարոն Ալեքսանյան, խնդրում եմ դադարեցնել, շնորհակալություն։ Ռուբեն Ռուբինյան վարման կարգ։ Պարոն Խաչատրյան, իրականում այդ SMS-ի հարցով մենք ենք հետաքրքրված։ Մենք ուզում ենք հասկանանք, ի վերջո, տիկին Էլինար Վարդանյանին, ով է SMS գրում, Ռոբերտ Քոչարյանը, թե Գագիկ Ծառուկյանը։ Ասեմ ավելին, հաշվի առնելով այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանի ցուցակի երկրորդ համարը նույնպես ձեր խմբակցության падգամավոր էր, մեզ հետաքրքիր է, երկրորդ համարին ով է SMS գրում, կամ նույն Գագիկ Ծառուկյանին ով է SMS գրում, Քոչարյանը թե ուրիշը, թե օրինակ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Դա է մեզ հետաքրքիր։ Կամ ասենք բան, այն ռուսաստանցի օլիգարխի ցուցակի երկրորդ համարն էր, ձեր խմբակցության падգամավորներ, ով է իրանց SMS գրում, Քոչարյանը, Կալուգա քաղաքի հարկայինի պետի տեղակալը, այդ ենք ուզում հասկանանք ընդամենը։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, առաջարկում եմ բանավեճը քաղաքական շարունակել ելույթների տեսքով, որպեսզի մենք հասցնենք ավարտել քվեարկությունները։ Քվեարկության է դրվում ուշադրություն։ Կառավարության ներկայացրած ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին իրավասու մարմինների բազմակող համաձայնագրի լրացումը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Քվեարկություն։ Սա սահմանադրական օրենք է եւ 8 կողմ եւս քվեարկություն ունենք։ Քվեարկություն։ Կողմ 78 հաշվի առնելով նաև գրավոր թողած քվեարկությունները, դեմ 1 ձեռնպահ 6 որոշում ընդունվել է։ Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած ոստիկանությունում ծառայության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 58 դեմ 0 ձեռնպահ 20 որոշումն ընդունվել է եւ այսօր վերջին օրենքն ենք։ Համեցեք Տիկին Ղազարյան, վարման կարգով։ Միացրեք Տիկին Ղազարյանի, Անարշակյան, դուք նախորդ նախագիծը հայտարարեցիք սահմանադրական ցուցատախտակին 39 անհրաժեշտ ձայներ գրած, ինձ թվում է խնդիր կա, որպեսզի շնորհակալություն Տիկին Ղազարյան ձեր ուշադրության համար։ Հարգելի գործընկերներ, այս նախագիծն է սահմանադրական քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Մենք ունենք նաեւ կողմ քվեարկած 8 բացակա падգամավորների քվեարկություն Կողմ 66 դեմ 4 ձեռնպահ 17 որոշումն ընդունվել է։ Հարգելի գործընկերներ, քվեարկությունները ավարտվեցին։ Տիկին Սարգսյան, հրավիրում եմ ձեզ կենտրոնական ամբիոնի մոտ, որպեսզի հնարավորություն ունենանք հարցերով ձեզ դիմելու։ Եվ դահլիճը լքող падգամավորներին խնդրում եմ լռությամբ լքել։